գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Բա հետո ինչ եղավ Հետո մանեն ինձ պաշտպանեց Եթե չօգներ, այդ մարդը ինձ սպանելու էր Մամա ջան, ես ինչ վախենալու է Հա, իրոք որ վախենալու է Ես էլ այդ բային քարը վերցրեցի ու խփեցի մարդու մեջքին, մենք էլ փախանք Ոնց, բա ինքը ձեր հետևից չի վազել Չէ, որ քարով խփեցի ինքավ գետին ու չէր շարժվում Բա ինչ մեռել, հա Շատ եմ վախենում, որ հիմա այդ մարդը մեռած լինի Եթե մեռած լինի, ոստիկանները գալու են մեզ տանեն բանտ Այ կրսի ճտեր, այդ ինչ է կտե քչփչում Ոչ մի բան Ոնց ոչ մի բան Ուրեմն ես չեմ լսում, հա Չնել ինձանից թակում բան եք պահում Հա, կարող է փողմող եք պահում Չէ Ճիշտ եք ասում Հա, երեխեքին ասեցի ուղղակի ես կարող եմ կտորից տիկտիկներ կարամ, որ խաղանք Դուք խաղալու համար չեք ծնվել Դուք ծնվել եք, որ աշխատեք Ռոզան ապրի Հասկացաք Ձեր հետ եմ Հա, եղավ Կուկլա-մուկլա չտենամ, թե չի կուկլեք թե կվարեմ ձեզ էլ Հասկացաք Իսկ հիմա ռադեղ եք, վերենգեք ձեր տեղ ու քնեք Ծպտունները չլսեմ Ով կա տեղ, ոստիկանությունից է Ստանելու են բանտ Աչքիս միջև դուրը չբացեմ, էսի չի գնա Չէ, Ռոզա, խնդրում եմ դուրը չբացես Մենք ոստիկանների շատ ենք վախենում Ոչինչ հիմա ես ձեր վրա կրճպանս կլցնեմ Ոչինչ բան չի երևա, որ ներսել բնդից ես չի տենա Մի քիչ խտացեք Գալիս եմ Գիտեմ, որ ներսում մարդ կա, բացեք, ոստիկանությունից է Սուս, չշարժվեք Բարև ձեզ Բարև ձեզ Ոստիկանությունից եմ, լեյտենանտ Խաչատրյան Կարամ ներս գամ Հա, համեցիր Ես ինչի էր այսքան երկար բացում, տղատի ջան Տղա ջան, ցուրտ էր քնած էի Համել չես տեսնում Սառույցի վրա անգել եմ, ոտս ջարդել եմ Հազիվ եմ ոտի վրա կանգնում Ասա տենամ տղա ջան Ինչ ես եկել իմ դուրը Ալո Ինչ կա Արեն, ուր ես։ Բան չէ, Տյոմոս, տունն է, դու ասա, ինչ կա։ Մի քոն ա ման գալիս քեզ։ Ինչ ա ուզում ինձնից էտի։
Գրված այդ փողերը պետք է ուզի Արեն։ Ահա որ կատաղած է քո վրա։ Ասում էր, որ էլ օր չունես։ Պետք է պարքդ փակես, թե չէ լավ չի լինի։ Լավ չի։ Բայց այդքան փող ո՞ր դուրս ճարեմ։ Ինչ ես հարցնում, գնա հորիցդ վեկալ, հարուստ պապուցդ, բայց այդ թեման փակ է Արեն։ Դու էլ մտածում ես ես գնամ իրանցից փող ուզեմ, իրանքի հանելու են տան։ Ինձ կեղտի մեջ չգցես Արեն, դու գիտես, որ այդ թեմայի մեջ ես էլ կամ։ Լավ, մի բան կանեմ։ Արեն շատ լուրջ է ամեն ինչ, մխոին չես կարա էշի տեղ դնես, մի բան մտածի։ Մի բան մտածի ծյոմ, հա, մի բան մտածի, կարող է դու էլ սկսես շարժվել ընկեր։ Որ ճար ունենա ես է վրա կգայի, բայց գիտես էլի, վաբշե ձեռս չկա։ Ըխք, լավ, մի լացի, մի բան կանեմ։ Լավ, եղավ։ Տղա ջան, որ թորներիս հետ ապրեի կասեի, ինչի պիտի թաքցնեի։ Բայց ես թորների անուն չտվեցի։ Ինչ որ երեխեք են ստեղ գալի գնում։ Ես ինֆորմացիա ունեմ։ Տեղյակ ես։ Չէ, ինչ երեխա։ Ես էլ եմ ուզում իմանամ, ես էլ չգիտեմ։ Լսել եմ, որ ստեղ երեխեքը գալիս են մուրացկանությամբ են զբաղվում։ Չգիտեմ, տղա ջան, իմ մոտ ոչ մեկը չի գալիս։ Համել ուր էր թե գային, ես մենակ մնալը հեչ բանի նման չի։ Մենակ ես ապրում, հա, հարազատներ չունես։ Չէ, անտես ունեմ, տղա ջան, որ ստեսարեմ սատկեմ, ոչ մեկի սիրտը չի ցավա։ Բայց ինչ երեխեքի շորեր են ստեղ։ Էդ հեչ լեծենան ջան, քրչու փալաս աստեղից ընդեղից հավաքած։ Բա ինչ ես հավաքել վերել լցրել ստեղ։ Դե, որ բանի պետք չի վառում եմ, որն մի քիչ նորմալա վաճառում եմ, կամ էլ բաժանում եմ երեխեքին։ Ինչ երեխեք։ Դրսի երեխեքին, տղա ջան, բայց գիտես մի բան հիշեցի։ Սրան ծահակին վաղտ առաջ երկու երեխա եկել դուրս ծեծում էին։ Բացեցի ուտելու բանն էին ուզում։ Մի քանի կտոր հաց տվեցի, մի քանի հատ էլ այդ շորերից տվեցի, ուրախացան, առան գնացին։ Բա հետո։ Հետո մի քանի օր հետո նորից եկան։ Նորից հաց տվեցի, այդ շորերից տվեցի, վերցրին գնացին, բայց դրանից հետո էլ այս կողմերը չեն երևաց։ Ասում կարող այդ քո փնտրած երեխեքն են։ Կարող է։ Ինչ տարիքի էին այդ երեխեքը։ Փոքր էին, մի 10 տարեկան երևի։ Բարձա։ Բայց տղա ջան, դու այդքան մի անհանգստացի։ Ասա ինչով կարամ օգնեմ։ Ուզում ես եթե հեռախոսի համար ունես, համարը տուր, հենց այդ երեխեք այս կողմեր Երևան զանգեմ գաս։ Արեն, Պապի։ Ես ինչ եղել որ ինձ հիշել ես։ այդ ինչ գործ ես բռնել այդ Տարոնի հետ։ Ինչ գործ, ինչ բան, ինչ ես խոսում, պապի։ Շատ լավ գիտես ինչ եմ խոսում։ Քեզ հիմարի տեղ մի դիր։ Հորս արեք թե ջոգում եմ ինչ ես խոսում, պապի։ Հեռու մնա դրանից։ Եղավ։ Դա քեզ կօգտագործի ու դեն կնետի։ Գլխիդ էլ նենց բան կսարքի, որ չես կարող տակից դուրս գալ։ Լավ էլի, պապի։ Ես ինչ վատ գուշակություններ ես անում օդի մեջ։ Ասենք լավ, ինչ չես սիրում, հասկացանք։ Բա Տարոնը քեզ ինչ արել, որ տենց ես խոսում իր մասին։ Տարոնը ինձ ոչինչ էլ չի արել, չի էլ կարող անել, բայց քո նման հիմարին կօգտագործի ու դենքը շպրտի, հասկացար։ Հա, հասկացա։ Ես Տարոն կոչվածին 5 մատից պես գիտեմ, նա սրբություն չունի, թքած ունի բոլորի վրա, անմիջապես քեզ կօգտագործի ու ոտի տակ կտա։ Հա, դու էլ եկել ես ինձ զգուշացնես, որ զգույշ լինեմ, հա, պապի ջան։ Չէ, մենակ դա չի։ Մի բան էլ կա, որ ուզում եմ քեզ զգուշացնեմ։ Ասա լսում եմ, պապի ջան։ Եթե հանկարծ իմացա, որ
Ալիքի հետ պատահածի մեջ կոմատը խառնա կապաչը Ես ինչ ես ուզում ասացրնես, պապի։ Ուզում եմ ասեմ, որ ես երեք չեմ ծնվել ու ամեն ինչ հասկանում եմ, գիտեմ ինչ է կատարվում։ Մի րոպե։ Ուզում ես ասես, որ ես եմ մեղավոր, որ այդ նարկոտիկի գործով շոֆերը թիմա ոստիկանությունում, հա? Հա, այդ ես ուզում ասես։ Ոչ։ Ուզում եմ ասեմ այնպես ապրի, որ հետո չամաչես։ Ախր ինչ եմ արել, որ մի հատ էլ պիտի ամաչեմ։ Ես ինչ նամյոկներով ես խոսում ընդհանրապես, պապի։ Ախր եթե խորը մտածելու ունակություն ունենայիր, կասեի մտածի, բայց դե չունես։ Դե դու էլ ինձ մի ծանրաբեռնի, պարզ ասա։ Խոսա, բան չունես ասելու, պապի։ Թե գաս երկու հատ բշտես ելնես գնաս։ Չեմ հասկանում, դու քեզ լավ ես զգում, որ ես ինձ վատ եմ զգում, հա? Օ, ջեյ, կներես, մոռացել էի։ Երևի տենում ես, որ նեղն է անգել շոֆերդ, հիմա էլ մուրդ ինձնից ու տարոնից ես անում, հա? Մի հատ էլ կկրկնեմ։ Եթե իմացա, որ դու խառնես, լեզուդ քոքից կկտրեմ, ականջներդ կպոկեմ, անամոտ, լակոտ։ Ստոպ։ Ես ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչ ես ուզում ինձանից, պապի։ Մորդ ոսկու հետ էլ կապ չունեիր, բայց քո մոտից կտաճեմ։ Լեզուդ կապ ընկավ, բան չունես ասելու։ Ունեմ։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Բայց այս թեմայի հետ ես ընդհանրապես կապ չունեմ, պապի։ Նորից եմ ասում, Աստված ջանի, պարզվի, որ դու կապ ունես։ Ինչ ինձնից ուզում ես բիձեն արա։ Եփա սատկելու պրծնեմ։ Արեն ջան, դու հասկացա։ Ես երբ ինչի դասավորած չի։ Արուս։ Արուս։ Հա, տիկին Նազի։ Արուս ջան, Արենի սիրերը ինչի միջև հիմա դասավորած չի։ Ճիշտ ասած։ Ինչ ճիշտ ասած։ Այսինքն քո կարծիքով այս ամեն ինչով երեխես պետք է զբաղվի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, սա քո գործն է։ Հա, իհարկե իմ գործն է, տիկին Նազի։ Դե բա որ քո գործն է, ում ես սպասում։ Ուղղակի Արենը արգելել է մտնել իր սենյակ, դրա համար չեմ կարողանում տեղավորել իրերը։ Արուս ինչ հիմարություններ ես ասում։ Էս էլ նոր բան է։ Արենի կարգադրությունն է։ Արուս ջան, այս տան կարգադրողը ես եմ։ Ու ես քեզ ասում եմ, որ այս իրերը անհապաղ դասավորես։ Չհասկացա, չես ուզում աշխատես, ինչ որ նոր բաներ ես հորինում։ Չէ, ազնիվ խոսք, նման բան չկա, ես չեմ խուսափում աշխատելուց։ Էլ բար չլսեմ։ Արայեն ինչ ասում եմ։ Սարա, սպասի մի րոպե։ Սար, արի խոսանք։ Հարբի հավեսը չունեմ։ Սար, մենք մի օրվա ընկերուհիներ չենք ախր։ Լուրջ։ Այդ մասին մտածեր, երբ որ մեջքիս հետևում Ալեքի հետ էիր հանդիպում։ Սար, 1000 անգամ բացատրել եմ։ Լսի, քո հնարած պատմությունները ինձ ընդհանրապես հետաքրքիր չեն։ Սար, խնդրում եմ։ Ախր դու իմ համար քրոջ պես ես եղել։ Քո նման դավաճան քույր ես նույնիսկ երազում չէի ուզի ունենայի։
Սար հերիքա։ Քեզ է հերիք ու քո ընտանիքին, որ ամեն ինչ ու ամեն բան անընդհատ փչացնում եք։ Չես խոսում։ Ինչի՞ ես տենց զարմացած հարցնում։ Թե ձեր ընտանիքի պատճառով չի, որ հիմա Ալեքը Սար, ես հասկանում եմ, որ դու նեղված ես, բայց իմ ընտանիքը ինչ կապ ունի։ Հետ ուղակի թյուրիմացությունը։ Երևի այդ թյուրիմացության հետ կապված հիմա գեղամ խորենիչն էլա, չէ՞ Ալեքի հետ նստած։ Դու հիմա տարբեր բաների մասին ես խոսում։ Տարբեր։ Հա, կներես։ Իհարկե տարբեր են։ Դե գեղամ խորենիչը ուրիշ է, չէ՞։ Ալեքը ով է։ Ալեքը ինչ է իրանից ներկայացնում։ Ալեքին դու քո ընտանիք անընդհատ շահագործում եք։ Դու գոնե լսում ես հիմա ինչ ես խոսում։ Հա, լսում ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Այդ ոնց որ դու չես հասկանում։ Արփի մեկ-մեկ կողքերը տնայի, որ տեսնես, որ քո ընտանիքից բացի ուրիշներն էլ գոյություն ունեն։ Ինչի ես հիմա ինձ ուղակի վիրավորում։ Ինչի դու ունակ ես վիրավորվելու։ Եթե ունակ լինեիր, ինձնից էլ Ալեքից էլ ու Տարոնից էլ հեռու կփախչեիր։ Չնայած ում ինչ եմ ասում։ Լավ է կա Ռոզ, մի քիչ ուշանալ գնալու է։ Ոնց է գնալու էի։ Դու իմ հարցերը լուծել ես, որ գնալու էի։ Արման, զանգում եմ չես պատասխանում։ Հետ չես զանգում։ Չես ասում, այս Ռոզը որ վրա զանգում է, ուրեմն մի լուրջ բան եղել է։ Որ չեմ պատասխանում, ուրեմն խառն եմ, կա գիտես ու պարապնում։ Լավ, ասա տենամ ինչ է, պես է սեդում հարցում։ Ինչ պետք է լինի։ Այն միլիցիան է եկելի դուրս։ Լավ է։ Վեր քիթը մցրել էր տանս մեջ, հարց ու փորձ էր անում։ Մազից եմ պրծել, հասկանում ես։ Այդ լավ չի։ Հա, բայակ է լավ, չէ, նշանակում է, որ հարց չես լուծել։ Այսինքն Ռոզ։ Այսինքն եկա փող տվեցի, որ տանես տաս դրան, որ իմ տան կողմերը չերևա, բայց ոնց տենում եմ, բան չես արել։ Լավ չես, ինչ է նշանակում բան չես արել։ Դրան փողի վրա կան, ես ասում։ Չէ, չեմ ասել, խելքս հացի հետ չեմ կերել։ Բայց եթե դու քո ասածը արել ես Արման, ինչի այդ միլիցիան հետ եկել նորից ինձ։ Գիտեմ։ Չգիտեմ, պատասխան չի Արման։ Այդ նշանակում է, որ բան չես արել։ Եթե չես կարող անես, ասա ես ուրիշ մարդ կգտնեմ։ Ես թվում է ուրիշ մարդ գտնելը այդքան էջ դա կամ ում էլ որ գտնես հաստատ ինչա գործ չի կարող։ Չեմ տենում արածդ գործը։ Ոնց չես տենում։ Ես քանի տարի է խառը գործերի մեջ ես։ Մեկը քեզ առանց ստացվել, հա։ Չէ։ Բայց ինչ կա, չեղա որ սա հարցերը լուծել են։ Հա այդ է վաղ, ոչ հիմա։ Հիմա ինչ պետք է լինի։ Լավ կլինի, տեսնի խառնվի դա։ Ոնց չխառնվեմ, որ հանկարծ բռնվեցի, երեխեքին ձեռիցս կառնեն ինձ կգցեն 4 ճաղի հետ։ Չես բռնվի, արխային, այսօր եկուց այդ հարցը ցնտել։ Հա էլի Արման ջան։ Թե չգիտես, որ ինձ բռնեցին էլ արև երես չեմ տենա։ Մեր Իրոք հրաշալի ներկայացում էր, խորհուրդ եմ տալիս անպայման նայես։ Նույնիսկ կարող եք միասին գնալ, ես դեմ չեմ նորից նայելու։
Դե որ այդքան գովում ես, անպայման կկազմակերպենք։ Բարև ձեզ։ Բարև Գևորգ ջան։ Բարի լույս։ Դե հիմա սրանց բացատրի, որ իրանց հավեսը չկա։ Շող, եթե զանգել ես հանդիպման մասին հիշեցնես, ասեմ, որ չեմ մոռացել։ Հենց դրա համար էլ զանգել էի, ջանիկս։ Դե որ հիշում ես, ուրեմն մինչև հանդիպում, սիրելիս։ Չաո, ընկերուհիս։ Մի խոսքով, եթե մահերը չլիներ, ես մինչև երեկո մեքենայի կողքը կանգնած կլինեի։ Յա, փաստորեն մեքենայից գլուխ ես անում, հա՞։ Չէ, հենց էտա գլուխ չեմ հանում, բայց լավ արհեստավորներ ունեմ։ Զանգեցի եկան մեքենա տարան։ Հայ Սահակյան, դու ինձ պետք է զանգեիր։ Համ քեզ մոտ եմ ապրում, համ էլ մեքենաներից հասկանում եմ։ Դե մտքովս մի անգամից մահերը անցավ, իրեն զանգեցի։ Կարևորը մեքենան մինչև երեկո մոտս կլինի։ Իհարկե կլինի։ Ու ասեմ լավ արհեստավորի եմ զանգել, ինքը ժամանակի մեջ չի խափում, հետո մեքենան էլ նորմալ սարկած բերում է։ Դե լավ է։ Միջելուց քեզ էի փնտրում, որ երեկոյան ընթրիքի իրավիրեի։ Էլի ծննդի չէ։ Չէ, ուղղակի ընթրիք է։ Միասին կընտրենք, հետո կգնանք արհեստավորից մեքենան կվերցնենք։ Դե չգիտեմ։ Մհեր դու մեզ կմիանաս։ Մհեր։ Դժվար թե կարողանամ։ Հրաշալի է։ Դե նկատում եմ հրաշալի է, որ երեկոն ինձ ես նվիրում։ Բայց լավ չի մեր, որ դու չես գալիս։ Իրոք։ Դե մինչ երեկո։ Ինչ երեկո։ Դե ձեզ հաճելի ժամանց, ես գնամ աշխատեմ։ Մհեր։ Եթե փոշմանս միացիր։ Լավ։ Ասում ես ինչ երևի։ Ես էլ չհասկացա։ Առավոտը նախնացա, ուզում էի գայ աշխատանքի չմիացա։ Աչքիս տարտելն է։ Չգիտեմ, ես գլուխ չեմ անում։ Մյուս անգամ որտես բան լինի, զանգի ինձ։ Կարող է արհեստավորի կարիք չլինի։ Անպայման։ Այսինքն Գևորգյան, ստացվում է, որ տան ամբողջ գումարը չի հերիքել, որ պարտքերից ազատվենք։ Դե տիկին Նազի, ախր դուք ինձանից լավ գիտեք, որ այդ ամբողջ գումարով 2 վարկ ենք կարողացել մարել, աշխատողների աշխատավարձն ենք մասամբ տվել, իսկ մնացածի պատճառով ես կգժվեմ։ Իսկ միգուցե Գեղամ Խորենիչի հետ քննարկեք այդ հարցը։ Ես քեզ արգելում եմ։ Չփորձես բան ասես պապային։ Դե Գեղամ Խորենիչը մեծ կապեր ունի ու հաստատ կարողանա այս հարցը լուծել։ Պետք չի։ Ես ինքս այս հարցերը կլուծեմ։ Քեզ էլ վերջին անգամ զգուշացնում եմ, Գևորգյան, ոչ մի բառ պապային մեր խնդիրների մասին։ Դե անցած անգամվա հետևանքները հիշելով։ Լավ որ հիշում ես։ Հիմա գնա, թող մտքերս հավաքեմ։ Լավ։ Աստված ուշացես, ինչ աննորմալ օր է։ Շղեկն ու Աշխենն հենց այսօր պիտի հանդիպել ուզեին։ Արփի։ Արփի։ Հա, Լևոն, կներես, մտքերի մեջ էի։ Ինչքան ժամանակա չես խոսում, Արփի, ինչ ա եղել։ Չգիտեմ։ Լևոն, դու էլ ես մտածում, որ Ալեքի պրոբլեմների պատճառը ես եմ ու մեր ընտանիքը։ Կասես հասկանամ, ինչի համար ես դու հիմա սենց խոսում։ Դե դու Ալեքի ընկերն ես։ Կարող է Ալեքն էլ մտածում մեր ընտանիքը չարիք է։ Բայց պատճառն ինչն է, ով է ինչ ասել քեզ, որ հիմա դու սենց խոսում ես։ Սարան համոզված է, որ ես եմ մեղավոր։ Ավելի ճիշտ, որ մեր ընտանիքի պատճառով է հիմա Ալեքը փակի տակ։ Սարան հիմարություններ ա դուրս տվել, իսկ դու գլուխդ լցրել ես։
Իսկ իմ կարծիքով Սարայի ասածները այդքան էլ հիմարություն չեն։ Լևոն, ես գիտեմ, որ Ալեքը մեղավոր չի, բայց չգիտեմ ինչով իրան օգնեմ։ Նշանակում է, որ դու ես մեղավոր։ Մեր փաստաբանը նենց արեց մի քանի ժամից պապին տանն էր արդեն, բայց Ալեքի համար Մի մեղադրի քեզ Արփի, ես վստահ եմ, որ այդ մեղադրանքը Ալեքի վրայից հանելու են։ Քանի օրա ոչ մի նորություն չկա, ոչ մի բան։ Գիտես քանի փաստաբանի հետ եմ խոսացել։ Բոլորը խոստանում են, որ մի բան կանեն ու ոչ մի բան չի ստացվում։ Քեզանից ինչ հասնում է դու արել ես։ Ամեն ինչ չեմ արել։ Այսինքն ինչ նկատի ունես։ Հա, ես ամեն ինչ չեմ արել։ Լևոն, արի հիմա ես քեզ շուտ ներս տանեմ, կներես, հա, ես հետո կգամ ու ավելի ուշ քեզ տուն կտանեմ։ Մի րոպե, այս վիճակով դու ուր ես ուզում գնաս։ Քննիչի մոտ։ Ինչի համար։ Չգիտեմ։ Գնամ, խնդրեմ, համոզեմ, բացատրեմ, որ այդ Ալեքի տեսակը չի, Ալեքի նման մարդը չի կարա կապ ունենա այդ ամեն ինչի հետ։ Գնամ, աղաչեմ, որ բաց թողեն Ալեքին։ Արփի դու երեխա չես։ Այդ խնդրելն ու համոզելը օրենքի առաջ անզոր են։ Բայց դու հասկանում ես, որ ինձ ուրիշ ելք չի մնում։ Ես ամեն ինչ փորձել եմ, ուրիշ չգիտեմ ինչ անեմ։ Արփի, արի կլինի դու հիմա հանգստացի։ Ես վստահ եմ, որ Ալեքի մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչի դու ինչ-որ բան գիտես, Լևոն։ Ես ուղղակի գժվում եմ արդեն այս անզորությունից։ Չէ, Արփի, ոչինչ չգիտեմ, ուղղակի զգում եմ։ Չէ, ես էլ չեմ կարա սպասեմ, հասկանում ես։ Մի բան պիտի անեմ։ Գնանք ներս, հա։ Спасибо. Հիմա պատկերացնում ես ինչքան վատ է Նազիի գործերը, որ ստիպված մորից ժառանգած տոներ վաճառել։ Հա, բայց իրան նենց է պահում, ոնց որ Անգլիայի թագուհին լինի։ Հա, այդ մեկը որ իր մոտ շատ լավ է ստացվում։ Դու հələ սպասի, դու մի քիչ սպասի, հեսա մի քիչ ժամանակ անցնի, հորտումն էլա ձեռքից վերցնելու ծախի, հետ էլ մարդունը։ Հաստատ, որովհետև ինքը բիզնեսից գլուխ չի հանում։ Շատ իզուրել խորենի չէ այդ գործը իրան վստահել։ Սուս գալիս է։ Մեր չստացված բիզնես լեդի ընկերուին։ Աղջիկներ, բարի լույս։ Կներեք, որ ձեզ սպասեցրի։ Վայ, ոչինչ Նազի ջան, մենք գիտենք, որ դու շատ զբաղված բիզնես լեդի ես։ Դե հա, ինձ ներելի է։ Դե ասա, պատմի, ոնց ես, գործերդ ոնց է, բիզնեսը։ Ամեն ինչ շատ լավ, աղջիկներ, մեծ ներդրումներ եմ արել, ճիշտ է, շատ ժամանակ է խլում ու շատ եռանդ, ոչ քուն ունեմ, ոչ դադար, բայց չեմ տրտնջում, վստահ եմ, որ շուտով շատ լավ է լինելու։ Պարտանում եմ քեզ նոր ընկերուհիս։ Հեսի, իմ ու Նազոյի հետ Միլան գալիս ես եկող շաբաթ։ Ինչ-որ առիթ կա թե ուղղակի։ Ոնց, մոռացել ես, շուտով Միլանի նորաձևության շաբաթն է սկսվում։ Մենք չենք կարող այդպիսի խրախճանքից հետ մնալ։ Աղջիկներ, ոնց էի մոռացել, մտքիցս թռել էր։ Մեզ հետ ես, չէ՞։ Ցավոք, շատ եմ ուզում, բայց չէ։ Ոյ, լավ էլի Նազի։ Հա, աղջիկներ, իրոք շատ եմ ափսոսում, բայց հիմա այնպիսի շրջան է, որ պետքա գործից գլխին լինեմ, շատ հանդիպումներ ունեմ, դե հասկանում եք, բիզնեսս լայնել եմ։ Հասկանում եմ։ Լավ, ուրա մատուցողը ինձ էլ մի բան ուզենք։ Արփի։ Ինչ ես անում ստեղ Տարոն։ Դե գիտեի, որ այստեղ ես, եկա որ քեզ տուն տանեմ։ Ես շտապում եմ։ Ու հիմա հետդ կռվելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ ժամանակ։ Ես էլ հենց այդ եմ ասում։ Արի նստի մեքենան, քեզ տանեմ ուր որ պետք է։ Ամել չես ուշանա։
Ես ուր որ գնում եմ, հաստատ քո կամքով եւ ցանկությամբ չես տանի։ Ուր ես գնում որ։ Ալեքի մոտ։ Այսինքն դրան բաց են թողել։ Պատրաստ ես ինձ ծառայես մեքենայով։ Հարցիս պատասխանի Արփի։ Դրան բաց են թողել։ Արփի։ Ցավոք դեռ ոչ։ Բայց այդ օրը շատ մոտ է տարոն, հենց որ շատ մի ուրախացի։ Երկար չի տևի այդ ուրախությունդ։ Արի ես քեզ տուն կտանեմ։ Մի արա, չեմ գալիս ես հետդ։ Արփի երեխա չես, ասում եմ արի ես քեզ կտանեմ։ Ասեցի հեռու մնա ինձնից, չեմ գալիս։ Ես չեմ ուզում քեզ ոչ տենամ, ոչ խոսամ հետդ, ոչ էլ ինձ քեզնից ինչ-որ բան ա պետք։ Հեռու մնա ինձնից ուղակի։ Չեմ կարա ես քեզանից հեռու մնամ։ Դու իմ հիվանդությունն ես։ Ես քեզնով հիվանդ եմ։ Ես քեզնով եմ շնչում, ապրում, ու էլի եմ կրկնում, ես առանց քեզ չեմ կարա ուղղակի։ Նորմալ ես դու։ Ոչինչ։ Քո կամքով թե առանց մեկը իմն ես լինել։ Հետևիցդ փոչմոց չես ուղղել, չէ՞ ապեր։ Չէ։ Բա ինչ կա։ Ինչի՞ ես sense վրազինս կանչել։ Լավ չես արա, թե ձեռ ես առնում դու ինձ։ Ինչի։ Ոնց ինչի։ Երբ ես պատրաստվում մի քո փողերը փակվես արեն։ Չես ջոգում որ արդեն համահանում ես դու։ Ձյոմ կարող է գիտես այս վիճակի ինձ դզում ա։ Դե որ չի դզում, գնա այդ փողը ճարի, համ դու պրծի համ ես։ Արա ուղեղով ես մտածում։ Ես որտուց այդքան փող ճարեմ, ինձ ոչ մեկը այդքան փող չի տա։ Ուրեմն գլխիցդ մեծ բաներ չուտեիր։ Հիմա ոնց կերել ես տենց է պետք է տակից դուրս գաս։ Ու մի մոռացի որ այս ամեն ինչի մեջ ես եմ։ Այ փրինչ, ինչ ես ուզում դրանով ասես։ Հանեն որ ես գարանտ եմ կանգնել, տաղավարի խոսք եմ տվել որ դու պիտի միջև վերջի կոպեկը տանես փակվես։ Հակառակ դեպքում ես իմ ձեռներով քեզ կսատկացնեմ։ Հանգստացի ու ձեռները թող արա։ Լսեցիր քեզ ինչ եմ ասում արա։ Գնա այդ փողը ուր դու ուզում ես ճար, ես չեմ պատրաստվում քո փողանեն պատասխան տամ։ Հանգստացի մի ատյոմ։ Ռադեգի գնա այդ փողը ուր դու ուզում ես ճարի բեր մի քո փողը տու, թե չէ։ Թե չէ ինչ պիտի անես է։ Արա ինչ անում են քո նման անպատասխանատուներին։ Ամեն ինչ ճշտում ես, կազմակերպում ես ու սպասում ես։ Քեզնից մենակ կազմակերպելն է հասնում։ Ալեք, չես պատկերացնի ոնց էի քեզ կարոտել։ Ալեք։ Ուրախ եմ, որ ազատության մեջ ես, Ալեք։ Արփի սպասի ուր։ Ուրեմն ես կգնամ ոստիկանություն ու կպատմեմ, որ քո մատը այս ամեն ինչի մեջ խառն է։ Մենք դրա մասին էլ ենք արդեն 1000 անգամ խոսել։ Ուրեմն չես հավատում, որ հենց տենց էլ կանեմ։ Այդ քո սպառնալիքները այստեղ չեն անցնում։ Մայր հոպար, ես Արփին սիրում եմ։ Ու եկել եմ ձեզնից թույլտվություն հարցնեմ, որպեսզի մեր հարաբերություններն ավելի պաշտոնական բնույթ կրեն։ Ես ուզում եմ Արփի հետ ամուսնանալ։